Պարոն Հակոբյան, չնայած դուք ասացիք, որ շողակաթի թեմայով չեք խոսելու, բայց ես ուզում եմ ամեն դեպքում հարցնել, դուք ինչպես եք գնահատում որպես ոլորտի ներկայացուցիչ, նաև դուք այդ ոլորտում հնաբնակներից եք, շատ լավ գիտեք ինչ է կատարվում, երբ որ վարչապետ Մայրաթոր հակասությունները սկսվեցին, դրանից հետո հենց այդ ֆոնին իշխանականները քայլեր ձեռնարկեցին, օրենք բերեցին, որ շողակաթին զրկեն հանրային հեռարձակման հնարավորությունից, որը կրթական մշակութային հոգևոր ալիք է։ Սա մեկնաբանվում է որպես վրեժխնդրություն հաշվեհարդար քաղաքական գաղափարական հակառակորդների հետ։ Դուք այս երևույթը ինչպես է գնահատում։ Ի վերջո իշխանությունը կրթական դրամատուրգիա մշակութային զրկեց հանրային միջոցներով հեռարձակվելուց, ինչը նաև այսպես կարևոր է, պահանջ է, հանրային հեռարձակողի խորհուրդը դրան դեմ էր։ Տեսեք, այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, նաև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշ չեն այդ որոշման հետ, եւ մենք գտնում ենք, որ կարելի է շատ ավելի արդյունավետ, եւ ճիշտ լուծում գտնել։ Սակայն ես մի ուրիշ բան ասեմ, տեսեք, մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն շողակաթը ոչ թե հոգևոր մշակութային հեռուստա ծրագիր էր, այն կրթական մշակութային։ Դուք էլ շատ ժամանակ չգիտեք, եւ այդ փոփոխությունը, որը շատ կարեւոր է։ Որ շատ փոքր տոկոս է կազմում հոգևոր կրոնական հաղորդումներ, այսպես ասեմ։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որովհետև կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ, կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան։ Բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Չձևափոխվեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը, եւ մենք այդ մասին հարցումներ արել ենք հանրային հեռարձակողի խորհրդին։ Իմ ասածս ինչ է, տեսեք, մենք հասարակությունը, մամուլը խառնում այն ինչ-որ դեպքերի մեջ, երբ որ այդ թնջուկը ինչ որ լուծում է ստանում, անկախ նրանից ճիշտ թե սխալ, Ես կարծում եմ, եթե շողակաթը կատարեր իր առաքելությունը եւ իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ, չի կարելի մի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել եւ դա նկատեց նաեւ հեռուստադիտողը։ Մենք կարող ենք սպասեք։ Քաղաքական բովանդակությունը շատ էր, ոչ միայն, մենք մշտադիտարկում ենք, ոչ, քաղաքական բովանդակությունը, մի րոպե, վերջացնեմ, Եվ ուզում եմ ասեմ, ես գնահատական չեմ տալու, ասում եմ, որ դատը ես միտքս չավարտեցի, դա տեսավ նաև հեռուստադիտողը եւ վերջի մոտ 1 տարվա ընթացքում մենք արամ ձեզ վերջի 3-4 տարվա կտրվածքում տամ մեր մշտադիտարկման եւ ռեյտինգների առումով տվյալները, շողակաթի այդ ռեյտինգները կամաց հանգնում են եւ հավասարվել են գրեթե 0-ի։ Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը գրեթե Հայաստանում լսարան ցավոք չուներ, եւ սա պետք է լուծում ստանար։ Եվ ավարտեմ, շատ չեմ ուզում ծավալվեմ, որտեղ դա արդեն օրենք է եւ օրենքի ճիշտ եւ սխալը հանձնաժողովի նախագահան կամ անդամը իրավունք չունի մեկնաբանելու, բայց մենք սկսեցինք անդրադառնալ այս խնդրին, երբ որ գնացքը արդեն գնաց։ Ես կարծում եմ, որ հետաքրքրված, մտահոգված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել շողակաթի բովանդակությունը, սրանով ես ավարտեմ։ Ասում եք, որ խնդիրներ է եղել։ Մի հատ ճշտումանեմ ու խնդրեմ Գայանիչ։ Դուք նշեցիք, որ ռեյտինգներ ընկել խնդիրներ էր, բայց ես ինչի մասին եմ խոսում։ Դուք կարող եք որպես ոլորտի մասնագետները նախ հանրային հեռարձակող նախ մեզ կապ չունի, եթե նույնիսկ մեկնատեսնում դա իմպերատիվ պահանջ է, պիտի լինի կրթական մշակութային։ Այո, իմպերատիվ պահանջ է։ Երբ որ իրենք քաղաքական բովանդակություն քննեցին, 1 օր ցույց տվեցին։ Ճիշտ չէ, ես դիտողություն անել, նկատողություն, խորհուրդ տալ փոխել, հասիատերը մենք չենք։ Տեսեք, եթե դա լինեին լիցենզավորված կազմակերպություններ, մենք այնտեղ դեր ունենք։ Այն հեռարձակողները, որոնք հանրային են, մեր լիազորությունները սահմանափակ են։ Ես դրա համար եմ ասում, բոլոր այդ խնդիրներով դիմեք հանրային հեռարձակողների խորհուրդ։ Էթիկայից տեսեք, մենք տարբեր ձևով կարանք բան անենք, բայց ձեզ ի՞նչն է հետաքրքրում, Որ
քաղաքական ենթատեքստով։ Ձեզ հետաքրում է քաղաքական ենթատեքստով, թե շողակաթը իր առաքելությունը կատարում էր եւ լսարան ուներ, թե չէ։ Շատ կարևոր բան է, որովհետեւ եթե շողակաթը ունի այլ նպատակներ եւ խնդիրներ եւ ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից ունեն, ինչ որ տեսլական, նրանք դրա մասին ասվել է, նրանք կարող են շատ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը, ստանալ լիցենզիա, եթե նույնիսկ լիցենզիա չստանան, հենց վաղվանից նրանք բոլոր, կաբելային ցանցային օպերատորների փաթեթներում կարող են լինեն, իսկ այսօր ցանցային օպերատորները, լսարանը իրենց կազմում է մոտ Հայաստանի բնակչության մոտ 80%-ը, որևէ բան չի կորչում, կորչում է միայն պետության կողմից ինչ որ չափով ֆինանսավորումը։ Ես նորից եմ կրկնում, ֆինանսավորումը այլ է, բովանդակությունը այլ է։ Մենք պիտի գտնենք մեր համար առաջնությունները։ Մեր համար հանձնաժողովի առաջնությունը դա բովանդակությունն է։ Այն բովանդակությունը, որ պարտավոր է ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է չէր ապահովում, բայց նորից եմ կրկնում, մենք այստեղ գործառույթ չունենք, դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով։ Մի բան հստակեցնեմ, արդյոք պետության տրված գումարով շողակաթը չպետք է այդ կրթական մշակութային կոնտենտը պատրաստել, իսկ եկեղեցու տված գումարով այդ եկեղեցական հոգևոր հաղորդումները, կարծեք թե այդպես էր պայմանավորվածությունը։ Տեսեք, որևէ գրավոր պայմանավորություն չկա, որևէ պայմանագիր չկա, ոնց են կիսում, այսինքն ես փողը տալիս եմ, որպեսզի այսպիսի, բովանդակություն լինի, պետությունը փողը տալիս է, որպեսզի այդպիսի բովանդակություն լինի, եւ դա անտրամաբանական է։ Այն կառույցը, շատ խալխուլ ձեզ ասեմ, որովհետեւ այն որոշումը, որ ընդունված են, հանրային հեռարձակողի ֆինանսավորումը տալ նաև, ոչ պետության կառույցներին, դա բերեց այս կոնֆլիկտին։ Մենք դրա ուշադրություն չենք դարձնում, ես այդ մասին խոսացել եմ եւ վեհափառետ մոտ 15 տարի առաջ եւ գտել եմ, որ դա սխալ է, դրա մասին մենք խոսացել ենք եւ ազգային ժողովում, ես դրա մասին խոսացել եմ եւ որպես հանձնաժողովի նախագահ, որ այսպես շարունակվել չի կարելի։ Հանրային հեռարձակողը պետք է լինի հանրային խորհրդի վերահսկողության տակ։ Ինքը չի կարա լինի, դուք պատկերացրեք հիմա մի քանի հանրային հեռարձակող, մեկը չգիտեմ, գնա մի հասարակական կազմակերպությունը, մյուսը գնա, չգիտեմ, ավետարաչական եկեղեցու, չի լինում այդպես, սա ելի եմ ասում, չգիտեմ ինչ կամով էր, ինքը արդյունավետ լուծումը կամ ճիշտ, բայց այս լուծումը պայմանավորված էր այդ շողակաթի ոչ հստակ, օդից կախված իրավաբանական պատկանելությամբ, սա է։ Օրենքում դա հիմնավորված չէ, իսկ դուք հանրային բովանդակության հետ կապված ինչ նկատառումներ ունեք։ Օրինակ ինչպես եք վերաբերվում, երբ հանրայինը մշտապես հեռարձակում է Էդմին եկեղեցու կոնտեքստում ասեմ, տեսեք, Մայրաթոր կաթողիկոս ամանորին եթերից զրկված է, բայց օրինակ հանրայինը հեռարձակում է Նիկոլ Փաշինյանին նվիրված իր թիմին պատարագը, այսպես կարող եմ ասել, որտեղ միայն քաղաքական դեպքերն են հիմնականում գնում։ Եվ ոչ մի խոսք կաթողիկոսի Մայրաթորը սրբափոխություն է համարում, ասում է, որ սրբափոխություն է, քանի որ կարգալույց քահանան չի կարող պատարագ մատուցել, ու հենց Մայրաթորի բնութագրած սրբափոխությունը օրինակ, դա եկեղեցական օրենքներով է, հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում, ինչու է օրինակ մշտապես կարծես թե ծառայում է Հարգելի եւ սիրելի լրագրողներ, իմ գոլեգաներ, մենք այլ օրակարգ ինձ հարցեր տալու չկա, այս խնդիրը արդեն տևական ժամանակ բոլորին տալիս եք, այստեղ հանրային հեռարձակողի եւ նախագահան կա եւ ռադիոյի տնօրենը, ես նման եմ իմ մարդու, որ անհանգստանում եմ։ Ուրեմն ինձ նկատողություն մի արեք, Ես ձեզ խորհուրդ եմ տալի ինձ հարցնել այլ բաների մասին, որովհետև այս դաշտը մեր մոտ որ կա, տասնյակ այլ լրջագույն խնդիրներ ունի, որի համար հանձնաժողովը եւ պատասխանողը ինչ որ քայլեր է անում։ Դուք բռնում եք այն, ամենակարևորը ինչ որ օրակարգային հարց եւ փորձում եք միջև վերջ դատանել։ Ես ձեզ ասեցի, այս խնդիրը ինձ այդքան էլ չի հետաքրում։ Մեկ, երկրորդը ես ինձ կոռեկտ մարդ եմ համարում եւ մեկնաբանել այն, ինչ այլ կառույցի, կարգավորման ներքո է, ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, կա հանրային խորհուրդ, հանրային հեռարձակողի խորհուրդ, նրանք այդ հարցերին պարտավոր են պատասխանել, բայց բացի հանրային հեռարձակողից կան տասնյակ այլ հեռարձակողներ, մարզային, սպորտային, քաղաքային, կա արտաքին խաղացողներ, որոնք բավականին դեստրուկտիվ դեր են այստեղ խաղում, կա բավականին ծանր վիճակ, որում հայտնվել են տեսահոլովական ծառայություն մատուցողները, կա
արհեստական բանակցության հետ խնդիրներ, որոնք մեծագույն սպառնալիք են մեդիա դաշտին։ Որևէ այսպիսի հարց ես չեմ լսում։ Հանրային հեռարձակող եկեղեցի։ Ես հասկանում եմ, որ, բայց ես չեմ 1000 ներողություն, ես չեմ սովորացնում, դա ձեր օրակարգն է, բայց նաև դուք օրակարգ ձևավորող եք, չէ՞։ Ոչ միայն օրակարգի հետևից գնացող եք, այլ նաև ձևավորող եք։ Փորձենք այ հասարակությունը նաև այլ տեսակի ինֆորմացիա տալ, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի։ Ես նոր բան չեմ ասի, որտեղ եկեղեցի շողոտակաթի մասին հարյուրավոր արդեն կարծիքներ են եղել եւ իմ կարծիքը այսպես թե այնպես պիտի նմանվի ինչ որ մի կարծիքին։ Եկեք նոր բաների մասին խոսենք։ Բայց այնուհանդերձ որ դուք հանրայինի լուրերը